Սմբատը գտավ հովիվների խումբ։ Մարդիկ էին արևից սևացած դեմքերով, կոպիտ ձեռքերով, բայց ազնիվ աչքերով։ Նա նստեց նրանց դիմաց, երկար լռեց, հետո ասաց. «Պահեք այս երեխային, մեծացրեք, ինչպես ձեր որդուն, մի հարցրեք, թե ով է նա»։ «Ինչու՞» հարցրեց մեկը։ Սմբատը նայեց երեխային և պատասխանեց. «Որովհետև նրա կյանքը վտանգի մեջ է»։ Այդքանը բավական էր։ Հովիվները համաձայնեցին։ Այսպես սկսվեց Արտաշեսի երկրորդ կյանքը։ Նա մեծացավ սարերում։ Առավոտները արթնանում էր ոչ թե սպասավորների ձայնից, այլ ոչխարների։ Ուտում էր պարզ ուտեստներ։ Քնում էր հողին։ Ձմռանը ցրտից դողում էր, ամռանը արևից այրվում։ Նա սովորեց աշխատել։ Սովորեց պահել հոտը։ Սովորեց պաշտպանվել գայլերից։ Սովորեց լռել։ Բայց նա նաև սովորեց մտածել։ Երբ նստում էր լեռան գագաթին ու նայում հեռուն, նրա մեջ մի տարօրինակ զգացում էր ծնվում։ Կարծես ինքն այստեղին չէր պատկանում։ Կարծես իր կյանքը ուրիշ տեղ էր սկսվել, բայց որտեղ նա չգիտեր։ Երվանդը կարծում էր, թե իր խնդիրը լուծված է։ Արքայազները մահացած էին։ Գահը ապահով։ Նա չգիտեր, որ մի հովվի խրճիթում մեծանում էր այն մարդը, որը մի օր կփոխի հայոց պատմությունը։ Ոչ որպես վրեժխնդիր մարդասպան, այլ որպես թագավոր։ Արտաշեսը, չիմանալով իր ծագումը, պատրաստվում էր իր ճակատագրին։ Լեռները նրան կոփում էին, քաղցը նրան ուժեղացնում էր։ Մենակությունը նրան խորիմաստ էր դարձնում, որպեսզի երբ ժամանակը գար, նա պատրաստ պիտի լիներ։ Գիշերները այլևս խաղաղ չէին Երվանդը վերջինի համար։ Նա քնում էր քիչ և արթնանում ավելի քիչ խաղաղությամբ։ Նրա մտքում միշտ նույն անունն էր՝ Արտաշես, այն երեխան, որ պիտի մեռած լիներ, այն ժառանգը, որ պիտի մոռացված լիներ, այն անունը, որ պիտի չհնչեր, բայց նա ապրում էր, և Երվանդը դա գիտեր։ Պալատը լցվել էր լռությամբ, բայց դա խաղաղ լռություն չէր, դա վախի լռությունն էր։ Թագավորը դարձել էր կասկածամիտ, դաժան, նա չէր վստահում ոչ մեկին, նախարարներին, զորավարներին, նույնիսկ իր թիկնապահներին։ Այս մթնոլորտը սկսեց խեղդել ավականուն, նրանք հասկացան, այս իշխանությունը դատապարտված է։ Երվանդը բացեց գանձարանը, ոսկի, արծաթ, զենք, նա դրանք ուղարկեց օտար երկրներ, խնդրանքով, խոստումով, օգնեցեք ինձ, վերացրեք Արտաշեսին, պահեք գահս։ Բայց ոսկին չգնեց հավատարմություն, մինչ թագավորը վախի մեջ էր ապրում, լեռներում լուր շարժվում էին մարդիկ, նրանք նամակներ էին տանում, դեպի մեկ մարդ, Սմբատ Բագրատունի։ Նամակներում գրված էր. «Պատրաստ ենք, մենք սպասում ենք, երբ Արտաշեսը գա, քո կողմը կլինենք»։ Սա դավաճանություն չէր, սա փրկության փորձ էր։